բարի վլոգ։ Այսօր օրը շաբաթ է, հետևաբար այսօր ավելի ազատ ենք, աշխատանքի չենք ու քույրիկիս հետ դուրս էինք եկել։ Ճիշտն ասած, այսօր Ամելիին տարել էի բարի 3-րդ դասն է ու պիտի վերջնականապես որոշենք, ընդունում ենք բարի թե ոչ, ինչքանով է ներգրավում այնտեղ, կրկնում է քայլերը, պարուսույցի, առաջադրանքները անում է թե ոչ, ու ըստ այդմ պետք է որոշենք վերջնական ընդունենք թե ոչ, բայց պարուսույցը առաջարկեց սպասել 1 տարի ևս կամ հունվարից հետո գարնանը նորից փորձել, բայց Ամելիին ճանաչելով ու հաշվի առնելով, որ նորմա է, որ առաջի, երկրորդ, նույնիսկ երրորդ պարապմունքին ամբողջությամբ երեխան չներգրավի պարապմունքներին, դրա համար հնարավոր է մեկ այլ տեղ ևս փորձեմ, տեսնենք, դա ասված առաջ, տեսնենք ոնց կդասավորվի։ Դրանից հետո քույրիկիս հետ միասին գնացինք խանութներ, մի քանի գնումներ կատարեցինք ու ամբողջ օրը կարելի ասել մենք սոված պտտվել ենք, մինչև վերջում արդեն մտանք, անունը արդեն տեսնում եք, չեմ ուզում ասել, մի փոքր նեղվեցինք, այնտեղ 40 րոպե սպասեցինք, հետո պարզվեց մեր պատվերը ուրիշին էին առաքել, համենայն դեպս այդպես ասեցին, ու ստիպված եղանք ևս 15 րոպե, չէ, 15 րոպե սպասել, ինչը շատ ջղայնացրեց մեզ, երեխու հետ միասին, գիտեք ինչքան դժվար է, Ամելինը բավականին սոված էր, չէր դիմանում, մի խոսքով շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց։ Հիմա ուզում եմ այդ ամբողջը դասավորեմ, վերջում իհարկե մեզ որպես հյուրասիրություն այստեղ ինչ-որ բան են դրել, չգիտեմ ինչ է, եկեք բացենք, տեսնենք ու միասին սեղան դնենք ու հաց տանք։ Մենք պատվիրել ենք խոզի փափուկ, բանջարեղենային աղցան, սմբուկով, պղպեղով, այդպես, և կարտոֆիլի պլեջ, պլեջ, այդպես։ Հիմա տեսնենք ինչ են մեզ հյուրասիրել, մենք էլ չգիտենք, Եկեք ես սեղանը սիրուն գնեմ, պատրաստեմ ու ձեզ ցույց տամ։ Դրել եմ լավաշ, իդեպ մեզ ասեցին, որ լավաշ այնտեղ չունեն, ու մինչ 40 րոպե մենք պիտի սպասենք, նույնիսկ մտել էինք խանութ, լավաշ էինք վերցրել, այնինչ լավաշը են դրել։ Ոյ, թափելա, սա մեր բանջարեղենով աղցանը, սպասի Ամելի և մեր խորովածը։ Սա էլ մեր համեստ սեղանը, ինչպես տեսնում եք, այստեղ ավելացել է ծիծակը, որը պատրաստել եմ ես, սխտորով, կանաչիներով, բոլորս շատ ենք սիրում ու ասեմ, որ ահա որ կծու է, բոմբ, հիմա բոլորս վառվելու ենք, ես գիտեմ, սա էլ խանութի ծիծակ է, պանիր, վերջ, այսքանը, մեզ բոլորիս բարի ախորժակ։ Բարի լույս բոլորին, մեզ մոտ նոր օր է բացվել ու ես առավոտ շուտ հայտնվել եմ խոհանոցում ու ինչպես տեսնում եք այս կադրերից, ես տոլմայի պատրաստություն եմ տեսնում, այստեղ ֆարշը արդեն պատրաստել եմ ու չեք պատկերացնի, թե ինչ անուշաբուրում ու արդեն բանջարեղենը ևս ամառային տոլմա եմ պատրաստում, ճիշտ է աշուն է, բայց ամառային տոլման գիտեք, միշտ մեր հայկական սեղանների զարդն է ու առհասարակ տոլման, այդպես, նաև թուփ եմ օգտագործելու, սովորաբար ես թփով տոլման առանձին եմ պատրաստում, այսպես չեմ միքսում, բայց Ամելին շատ է սիրում թփով տոլմա, դրա համար այդպես մի քանի հատ էլ այս ընդհանուրին թփով տոլմա կավելանա, այդպես, վերջնական տարբերակով անպայման կկիսվեմ։ Ողջույն բոլորին, հուսամ դուք լավ եք, մեզ մոտ նոր օր է, օրը երկուշաբթի, աշխատանքային,
ես հասցրել եմ գնալ աշխատանքի, վերապատրաստման, պարապմունքներ եմ արել մասնավոր, հիմա վազում եմ Ամելիիս ետևից, մի խոսքով ահավոր հոգնած ու սպառված եմ, եկա դա ասեմ։